չգիտեմ։ Կաթողիկոսին կստիպեք ճնշումներով հանրային հրաժարական տալ դուրս գալ, որովհետև ասում են, որ ձեր հեռահար նպատակը հենց օրենսդրական փոփոխություն անել կաթողիկոսին։ Ես կարծում եմ, որ այս խոսակցության ավարտը այլ կերպ չի կարող լինել, քան այդ հարցի պարզաբանումը։ Դրա մասին Հայաստանի Հանրապետության վարչապետը հստակ ասել է, եւ ես երկրորդում եմ իր ասածը, կամ պետք է պարզ լինի, որ նման բան չկա, այդ պարագայում կարծում եմ որևիցե խոսակցություն շարունակելու կարիք չի լինի, կամ մարդը պետք է բարձրաձայն ասի, այդպես բան կա, թե չկա, եւ չկա։ Եթե նման բան կա, պետք է ոնց, հիմա ես օրենք խախտեմ ու մնամ, ես հիմա որ ենթադրենք մեծ կոռուպցիոն ինչ-որ բան լինի, ասեմ, չգիտեմ, ասել եմ մի անգամ, ընդդիմության բացակայող ընդդիմադիրների աթոռները վաճառեմ, փողը դնեմ ջեբս, ասեք դե հիմա ինքը պետք է հեռանա, բա ի՞նչ պետք է անեմ, ինքը բա ի՞նչ պետք է անի ուզում հասկանամ։ Այսինքն եթե բացվի պետք է հեռանա, դուք կգաք գնա ամուսնանա, երեխաներ ունենա, թոռներին մեծացնի, դեռ ինչի պատմության մեջ թագավորներ են հեռացել։